Բարև ձեզ, Սարվա թեման է իմ այսօրվա զրուցակիցը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, ընդդիմությունը խորհրդարան անցած որոշեց վերջապես վերցնել մանդատները, նախ ինչի հիմա այս փուլում կայացրեցին նման որոշում, որովհետև մինչև այդ կարծես թե իրենք էլ չէին կողմնորոշվում վերցնեն, թե չվերցնեն, մարդկանց էին հարցնում իրենց համագիրներին։ Ես կարծում եմ, որ ոչ թե վերջապես վերցրեցին, այլ այդ որոշումը իրենց մոտ ի սկզբանե կար։ Իրենք պարզապես ընտրություններից առաջ փորձում էին ֆոն ստեղծել, որ իրենք շատ ավելի են ձգտում, բայց համոզված եմ, որ իրենք գիտեին, որ իրենք որևէ հաջողություն չեն կարող գրանցել այս ընտրություններում եւ հիմա արձանագրում են ինչ որ իրանք արձանագրում են իրենց ցանկությունները, այսինքն իրենք մանդատները վերցնում են եւ նաեւ վերցնում են դրսի հրահանգներով, քանի որ այլ դրսում է հասկացան, որ այս մարտիկ եւ իրեն շուրջ հավաքված այդ խմբակները չունենան քաղաքական ռեսուրսը, որպեսզի Հայաստանում իշխանություն վերցնեն, եւ նրանց միակ ըստ էության ելքը մնում է այդ մանդատները վերցնել եւ գնալ Հայաստանում էլի առաջիկա 5 տարիներին այսպես փորձեն ջուր պղտորել եւ այդ պղտոր ջրում ինչ որ գործողություններ անել ընդդեմ Հայաստանի եւ նրա ժողովրդի։ Որն է այդ նպատակն, ինչ են գնալու այդ քայլին, որը նկարագրեցիք, այսինքն ինչ են ուզում պղտորել ջուրը եւ պղտոր ջրում ցույց։ Դե իրանց ձեռագիրն է վերջին այս տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ տարբեր մանիպուլյացիաներով, տարբեր կեղծ ուրեմն տեղեկատվական հենքերով նրանք փորձել են քաղաքական գործընթացներ գեներացնել։ Իհարկե իրանց նպատակը Հայաստանում կրկին իշխանությունը բռնազավթելն է եւ նրանց երևի մարտավարությունը հետեւյալն է, որ փորձեն այդ մանդատները օգտագործեն, որպեսզի հնարավորինս գործող իշխանության վարկանիշը այսպես փորձեն ազդել այդ վարկանիշի վրա եւ նաեւ բնականաբար ցույց տան, որ իրանք կան քաղաքական դաշտում, փորձեն այսպես էլի ընդդիմադիր դաշտը իրեն շուրջ կենտրոնացնեն եւ հիմնական պատճառներից մեկը դա է, որ իրենք վերցնում են եւ ինչպես նշեցի, բնականաբար դրսի իրենց հովանավորները, հա, քաղաքական իրենք նույնպես հրահանգել են իրենց, որպեսզի նրանք այդ մանդատները վերցնեն այդ նպատակների համար։ Պարոն Առաքելյան, օրեր առաջ մինչև մանդատների վերցնելը Սամվել Կարապետյանը կոչ արեց ընդդիմությանը համախմբվել, բայց այդպես էլ ոնց որ արձագանքողներ չեղան, չհամախմբվեցին կամ գուցե համախմբվել են ստվերային կարգով, ինչի չհամախմբվեցին։ Տեսեք, ինչի շուրջ համախմբեն կամ ում շուրջ համախմբեն, այսինքն համախմբվել որ ինչ անեն, այսինքն ակնհայտ էր, որ Հայաստանում տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձությունը, ընտրությունները ցույց տվեցին, որ այս քաղաքական ուժերից որևէ մեկը չունի այդ համախմբելու պոտենցիալը եւ դա ցույց տվեցին ընտրությունները եւ չնայած այն ամբողջ ֆինանսական, այսպես ֆինանսական այդ ներդրումների ընտրությունների մեջ, չնայած դրսի այդ աջակցությունների, չնայած բոլոր մանիպուլյացիաներին, հիբրիդային պատերազմի բոլոր այսպես գործիքների օգտագործման, այս ուժերը կարողացան հավաքել այնքան ձայն, որքան որ հավաքել են, կրկնեմ, բայց այդ հավաքած ձայների զգալի մասը դրանք նաև փողով գնված ձայներ են եւ դրանով հանդերձ իրենք չկարողացան լուրջ արդյունքներ գրանցեն եւ հետեւաբար հավաքվեն Սամվել Կարապետյանի շուրջ, ես կարծում եմ անելիք չունեն եւ դա ժամանակի վատնում է։ Իհարկե միգուցե կլինեն ինչ որ գործընթացներ, բայց ես կարծում եմ, որ օրինակ չեմ պատկերացնում, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը կհամախմբվի Սամվել Կարապետյանի շուրջ այն համատեքստում, որ Սամվել Կարապետյանին ինքը դիտարկի լիդեր, այն պարագայում, երբ որ օրինակ Ռուսաստանում որպես այստեղ այդ շրջանակների լիդեր են համարում օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Ու այսպես շարունակ, իհարկե կարող են լինել ինչ-որ մանր-մուներ մարդիկ ուժեր, որոնք փողի հոտը առած կգնան դեպի Սամվել Կարապետյան, բայց ոչ ավելի։ Պարոն Առաքելյան, մանդատները վերցնելուց թե Քոչարյանենք եւ թե Սամվել Կարապետյանենք հայտարարեցին, որ վերցնում են, որպեսզի աջակցեն հետագայում փողոցային պայքարին, այսինքն հույս ունեն, որ փողոցային պայքարը լինելու կամ նման ինչ-որ։
Մենք այդ գրեթե նույն խոսակցությունները լսել ենք նախորդ 5 տարիների ընթացքում նույն Քոչարյանի թիմից, որ մանդատները վերցնում ենք, հետո մենք տեսանք թե խորհրդարանում իրենք ինչպես աշխատեցին կամ այդ մանդատները ինչպես աջակցեցին փողոցին, ոչ մի ձև։ Ընդհակառակը այսօր մարդիկ կան իրանց թիմերում, որոնք դեմ են մանդատները վերցնելու եւ այդ մանդատներ վերցնելու քայլը ընդհակառակը հիասթափեցրել է որոշ մարդկանց, որոնք այսպես միգուցե ռադիկալ տրամադրություններ ունեին եւ այսպես իրանց կողքն էին կանգնած եւ հասկանում եմ որ այստեղ գնում է ոչ թե ինչ որ պայքարի համար մղվող ինչ որ մարտեր, այլ այստեղ սեփական իշխանությունը կամ իշխանությունից որևէ կտոր ունենալու եւ իրենց ունեցվածքը հնարավորինս պահելու պայքարը գնում եւ հետեւաբար այդ մանդատները փողոցին որևէ օգնություն ցույց չեն տա։ Իսկ ինչ վերաբերում է փողոցին, ապա այստեղ էլ իրանք էլի հիասթափություն է իրանք սպասվելու, քանի որ իրենք ի վիճակի չեն փողոցով ինչ որ լուրջ գործընթացներ գեներացնել։ Հա 4-5 հազար մարդ միշտ էլ Հայաստանում հավաքվում է փողոցում, առավել եւս երբ դրա մեջ որոշակի ֆինանսներ է դրված, բայց ոչ ավելին, այսինքն մենք կտեսնենք հերթական էլի մանիպուլյացիաները հերթական անգամ իրենց ընտրողներին այսպես կմանիպուլացնեն, խափեն, որ հեսա, տեսեք, հեսա փողոցային պայքար, մենք այդ վճռական պահին այս մանդատները կօգտագործենք, բայց իրական նպատակը ես արդեն նշեցի մանդատներ վերցնեմ։ Պարոն Արաքելյան, 106 հոգի ուժեղ Հայաստանից ինքնաբացարկ է հայտնել, սա աննախադեպ երևույթ է, նախ ինչի գնացել նմանքային։ Ասում են, չէ, սենց կարմա կա, չէ, կարմա գոյություն ունի, երբ որ Սամվել Կարապետյանը ժամանակ ինչ-որ փոքրիկ խմբակ արտահայտություններ արել, հիմա իրանք դառնում են այդ փոքրիկ խմբակը, այստեղ երկու բան կա, այսինքն կամ այդ մարդիկ իրենց ցանկությամբ են դուրս եկել ցուցակից կամ իրենց պարտադրել են կամ ասել եմ որ դուրս գա ցուցակից, երկու տարբերակն էլ իրենց օգտին չի խոսում, քանի որ եթե այդ մարդիկ իսկապես իրենց ցանկությամբ են դրել մանդատները, սա նշանակում է որ մարդիկ դժգոհ են այդ թիմից եւ անհամաձայնություններ ունեն, դա ըստ էության իրենց ցուցակի գրեթե կեսն է եւ դա լուրջ մտորելու տեղիք պետքա տա իրենց։ Իսկ եթե իրենց ստիպել են որ դուրս գան այդ ցուցակներից, ապա այստեղ էլ պետքա խոսենք որ սա փաստացի ոչ թե թիմեր, այլ ինչ որ մարդկանց հավաքածու էր, որոնց չեն վստահում, այսինքն ցուցակում գտնվող մարդկանց իրենք չեն վստահում եւ ստիպել են, հորդորել են կամ չնդամքրել են հավաքի այդ մարդկանց։ Ցուցակի իրենք չեն կազմել։ Այսինքն այդ մարդկանց ասել են որ դուրս գաք ցուցակներից, այսինքն երկու պարագայում էլ խոսում է այն մասին, այս երևույթը որ սրանք քաղաքական թիմեր չեն, սրանք փողի շուրջ ժամանակավորապես հավաքված ինչ որ մարդկանց խումբ է, որը ուներ կարճաժամկետ նպատակ Հայաստանում իշխանության բռնազավթումը, որը չստացվեց, եւ այդ մարդկանց մի մասը իրենց շահերով պայմանավորված դուրս եկան, մի մասի ստիպում են, որպեսզի դուրս գան, քանի որ միգուցե չեն վստահում այդ մարդկանց, ու այսպես շարունակ, այսինքն սա խոսում է այսինքն խոսում է այդ քաղաքական թիմի չկայացվածության մասին եւ մի մարդու շուրջ ինչ որ մարդկանց խումբ հավաքելու եւ ցույց տալու որ իրենք գաղափարական քաղաքական պայքար են մղում, մինչդեռ ակնհայտ էր որ սա փողի շուրջ ձևավորված թիմ էր, որը կրկնեմ կոնկրետ նպատակ ուներ, որը չիրականացավ եւ հիմա այդ թիմը փլուզվում է։ Նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել, չնայած ընտրություններից հետո, որ ընդդիմադիր այդ երրագլուխ կուսակցության ղեկավարները պատասխան են տալու, ստելու են կամ դատվելու են, եւ հիմա կարծես Նիկոլ Փաշինյանի դեռևս 21 թվականի ասված պողպատե մանդատը գործի է դրվել, ինչով են զայրացրել հիմա այդ նույն մարդիկ Նիկոլ Փաշինյանին։ Դե այնպես չի որ, չգիտեմ, հիմա ինչ որ բանով զայրացրել են, կա իրավական գործընթաց այդ մարդու կոնկրետ եթե խոսք այդ մարդու մասին է, մարդու հետ կապված կան բողոքներ, ընդ որում բավականին լուրջ ֆինանսական չարաշահումների եւ դրա հիմքով այդ մարդը կալանավորվել է եւ այստեղ չպետքա այլ բան փնտրենք։ Իհարկե մարդիկ ովքեր քաղաքական գործընթացներում են այդ ամենը նաեւ քաղաքական ենթատեքստ է ստանում, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ մարդիկ միգուցե անմեղության կանխավարկածը չխախտելով միգուցե այդ մարդը հանցանքը թույլ է տվել եւ սպասենք կտեսնենք
Իսկ ինչ վերաբերում քրեա օլիգարխիային, այո, Հայաստանում պետքա քրեա օլիգարխիան արմատախիլ արվի, Հայաստանում պետքա օլիգարխիան, հա, ֆինանսական օլիգարխիան չպետքա ձգտի իշխանության կամ չպետքա ֆինանսական օլիգարխիան իր հնարավորությունները օգտագործի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ուզուրպացնելու համար եւ այդ տեսանկյունից պետքա այո քրեա օլիգարխիայի հարցերը լուծվի, քրեա օլիգարխիայի հարցերը լուծվի իհարկե օրենքի շրջանակներում, որպեսզի տեսեք մենք գործընթացների ենք ականատես լինում, երբ որ դրանք արդեն սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, երբ որ մի օլիգարխը, չգիտեմ, որ մի երկրի ղեկավարի պրոտեժեն է, մյուսը մի երկրի ղեկավարի պրոտեժեն է, այս մարդիկ բիզնեսներ ու կարողություններ ունեն այդ երկրներում ու հիմա եկել են պայքարում են Հայաստանի Հանրապետության դեմ իրենց ուրեմն պաշտպանյալների ըստ էության հորդորով եւ իրենց ունեցվածքը եւ եկամուտը պահելու համար կրկնեմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հիմա այս մարդկանց մուտքը իշխանություն ես կարծում եմ պետքա փակվի ելնելով Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային անվտանգության շահերից։ Պարոն Արաքելյան, Ռուսաստանը շարունակում է սահմանափակումները Հայաստանի հանդեպ, այս ճգնաժամը ոնց հանգուցալուծումը ոնց եք տեսնում, կթուլացնի Ռուսաստանը գիտեք, այսպիսի արտահայտություն կա, ամեն ճգնաժամ, նախ ես չէի որակի ճգնաժամ, բայց այնուամենայնիվ ամեն ճգնաժամ ունի նաև իր հնարավորությունները։ Կհիշեք, ժամանակին մենք ունեինք խնդիրներ զենքի հետ կապված եւ Ռուսաստանը հայտնի է 400 միլիոնի հետ կապված, երբ որ եւ գումարը վերցեցին եւ զենքը չտվեցին եւ այլն, արդյունքում ինչ ստացվեց, այդ ճգնաժամը մեզ ինչ հնարավորություն տվեց, այդ ճգնաժամը մեզ հնարավորություն տվեց դիվերսիֆիկացնել մեր զենքի շուկաները, զենք փորձել գտնել տարբեր երկրներում եւ գնել այդ երկրները, ինչը կարճ ժամանակում տեղի ունեցավ եւ հաջողվեց եւ հիմա Հայաստանի Հանրապետությունը երևի 5-10%-ի չափով է կախված Ռուսաստանի Դաշնությունից զենք զինամթերքի գնման առումով։ Երևի ես կարծում եմ նույն գործընթացը տեղի ունենալու նաև փաստացի մեր գյուղմթերքների հետ կապված։ Այսօր ես լսեցի նաև մեր էկոնոմիկայի նախարարին, հա, գրառումը կարդացի, որ փաստացի Հայաստանի գյուղմթերքները արդեն արտահանվում են, եթե չեմ սխալվում, արդեն 25 երկիր։ Եվ սա ըստ էության շատ կարևոր ցուցանիշ է, քանի որ մենք փաստացի աշճանաբար գնում ենք նրան, որպեսզի կախվածություն չունենանք մեկ շուկայից, ու դա էական չի, դա Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն է, Եվրոպական միությունը, թե որևէ այլ շուկա է, քանի որ այդ մեկ կախվածությունը, բացառիկ կախվածությունը բերում է նաև ճգնաժամեր ու անվտանգային սպառնալիքներ եւ հետեւաբար ես կարծում եմ սա լավ առիթ է մեր տնտեսական շուկաներ դիվերսիֆիկացնելու եւ այլևս սա նաև փակելու է նաև որոշ երկրների համար Հայաստանի շանտաժ անելու գայթակղության ճանապարհը, այնպես որ սա կրկնեմ մեզ համար հնարավորություն է եւ ես նախկինում շատ հաճախ իմ հարցազրույցներում ասել եմ, որ երևի միգուցե որքան շուտ Ռուսաստանը խնդիրներ ստեղծի այս շուկաների հետ, այնքան լավ, քանի որ մինչև այդ դիսկոմֆորտ վիճակից մեր արտադրողները եւ միգուցե պետությունը դուրս չի գալի, շատ արագ լուծումներ չեն գտնվում եւ հիմա մենք տեսնում ենք, որ բավականին արագ լուծումներ գտնվում են, թե մեր կառավարությունն աջակցության ծրագրեր առաջարկում, թե փորձում են այլ շուկաներ հայտարարել, թե մեր գործընկեր երկրները տվյալ դեպքում Եվրոպական միությունը մեզ բավականին լուրջ աջակցություն է տրամադրում ու այսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո մենք այս իրավիճակին կադապտացվենք եւ մեր ինչ որ պահից արդեն կտեսնենք, որ մեր արտահանման շուկաները այլևս դիվերսիֆիկացված են։ Պարոն Արաքելյան, մենք շարունակելու ենք մնալ ԵԱՏՄ մատրացում, պետք է մնանք, թե ինչ որ փուլի կամ տեսեք Հայաստանի Հանրապետությունը նման խնդիր չի դրել իր արչև կամ նման հարցադրում չի բարձրացել, մենք պետք է մնանք այդ շուկայում, թե չէ։ Ակնհայտ է, որ այդ շուկան ունի իր կանոնները, այդ միությունը ունի իր կանոնները, Հայաստանի Հանրապետությունը այդ կանոններով շարժվում է եւ այն խնդիրները, որ ստեղծում են Հայաստանի Հանրապետության համար, չեմ կարծում, որ դրանք
արվում են այդ կանոններից ելնելով կամ այդ կանոնների շրջանակներում ընդհակառակը ես կարծում եմ որ խախտվում են հենց ԵԱՏՄ-ի կանոնները եւ օրենքները կապված թե ապրանքների ազատ տեղաշարժի, թե, չգիտեմ, մարդկանց եւ թե ծառայությունների եւ ինչպես վարչապետը նախկինում նշել, այս գործընթացը երկար չի կարող տևել, հա, այսինքն չի կարող Հայաստանը լինել մի միության մեջ, որտեղ օրինակ երկար ամիսներով պետքա խախտվեն Հայաստանի իրավունքները, այդ միությունը դու գիտեք, որ ոչ միայն հնարավորություններ է տալիս, այդ միությունը նաև պարտավորություններ է ստեղծում, այսինքն Հայաստանի Հանրապետության համար, եթե կա որոշակի տնտեսական հնարավորություններ այդ միության շրջանակներում, մեկ այլ տեղ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները փակված են եւ մի կողմից այսինքն Հայաստանը փակում է մեկ այլ տեղի առևտրատնտեսական հարաբերությունները, բայց այստեղ էլ չի ստանում ոչինչ, այստեղ էլ արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար եւ այո, ինչ որ մի պահից եթե այս գործընթացները կշարունակվեն, գուցե Հայաստանի Հանրապետությունը պետքա հասկանա ինչա կատարվում եւ վերանայի իր մոտեցումները։ Պարոն Արաքելյան, ինչ կանխատեսումներ ունեք արտաքին քաղաքականության առումով, հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առումով, արդյոք գործընթացը կշարունակվի կամ նոր թափ կհավաքի առաջիկա ամիսներին կամ գուցե աշնան սկզբին։ Այո, ես կարծում եմ, որ համոզված եմ գործընթացը կշարունակվի, այդ գործընթացը բխում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության շահերից, այլ նաև Ադրբեջանի շահերից, Թուրքիայի շահերից, նաև մեր գործընկեր այլ երկրների շահերից, տվյալ դեպքում Միացյալ Նահանգների, ով ուղիղ ներգրաված է այդ ուրեմն հարաբերություններում եւ կարգավորման գործընթացում։ Ես կարծում եմ, որ առաջիկայում շատ ավելի շեշտադրումներ կլինեն դեպի տնտեսական ուղղությամբ, որը իր հետ կբերի նաև որոշակի քաղաքական զարգացումներ կամ քաղաքական դիվիդենտներ պոզիտիվ առումով եւ հետեւաբար նայելով նաև հարաբերությունների դինամիկան, տարածաշրջանային զարգացումների դինամիկան, ես համոզմունք ունեմ, որ այդ զարգացումները հա կարգավորման շարունակվելու են եւ աշճանաբար մենք ունենալու ենք նաև բաց սահմաններ շատ ավելի սերտ կապեր տնտեսական եւ մենք ի վիճակի կլինենք նաեւ այդ գործիքակազմը օգտագործելով նաեւ կոմպենսացնել այն խնդիրները, որոնք առաջանում են այլ ուղղությունների վրա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա արվա թեման էր իմ զրուցակիցը քաղաքագետ Էդգար Արաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։